Ֆլորիս դիզայները թեև փոքր շատ է հասկանում է ծաղիկների լեզուն, բայց պատասխանատվությունն ինքն է զգում։ Ոչ քնել ունենք, ոչ հանգստանալ ունենք ու այստեղից ոչ մի րոպե աշխատում ենք չբացակայենք, որովհետև ամեն րոպե կարող է պատահել ինչ-որ մի բան ու մենք մի քանի ժամում կարող ենք ամեն ինչ կորցնել։ Մեր ջերմատանը մենք չենք օգտագործում ոչ մի տեսակի թունաքիմիկատներ, մեզ մոտ բիոմշակություն է, այսինքն վնասատուների դեմ պայքարում մենք օգտագործում ենք բիոմշակության մեթոդը, ինչը թույլ է տալիս մեր վարդերին ապրել քաղելուց հետո մինչև 25 օր։ Ավելի քան 20 տեսակ վարդ է այս ջերմատանն աճում, փնջավոր վարդեր, պիոնանման, մեկ գլխանի, սրանք ևս հոլանդական են, աճում են հիդրոպոնիկ եղանակով միկրոբամբակի մեջ, ինչը հնարավորություն է տալիս ամբողջ տարի ծաղիկ ունենալ։ Ցանցը թույլ է տալիս, որ վարդի գլուխը ավելի մեծանա, երկարի ու ավելի ճոխ տեսք ունենա։ Վարդերի հիդրոպոնիկ ջերմոցը հիմնելիս Ժասմինն ու ամուսինն օգտվել են փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրից։ Դա օգնել է արագ ոտքի կանգնել։ Մենք ներդրում ենք արել ու պետությունը ինչ որ չափով մեր ներդրումից հետ է վերադարձրել մեզ։ Այդ աջակցության շնորհիվ մենք կարողացել ենք շատ ավելի մեծանալ եւ ընդլայնել մեր բիզնեսը։ Ծաղիկների աշխարհում ապրող այս կանայք երբեմն հակասական զգացումներ են ունենում։ Փոխանակ իրենց փնջեր նվիրեն, իրենք են նվիրում, բայց ասում են դա էլ է հաճելի, եւ կարողանում ես փնջի հետ նաեւ ուրախություն ու ժպիտ փոխանցել։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։